Այսօր մի շատ հետաքրքիր պատգամ է սրտիս եկել, որը ուզում եմ կարոզել։ Եթե դուք ուշադիր եք, ես աղոթքի վերջաբանը սենց փակեցի։ Այստեղ որ կանգնած աղոթում էի։ Տեր Աստված, չենք ուզում մեզի տասել, ինչ մենք ենք ուզում։ Մեզ տուրել, ինչ մեզ պետք է։ Եվ դրա մասին եմ կարոզելու։ Ինչ է քեզ պետք։ Ամեն։ Կամ սենց կարող ենք ձևակերպել։ Շատ բան ես ուզում դու, բայց քեզ մի բան է պետք։ Ես խոսամ դու ինձ կհասկանաս։ Ամեն։ Եվ անցնեմ առաջ, բորացած բան չունեմ, ինձ թվում է հայտարարելու։ Ինչ է։ Ես գիտեմ բան ես ասում բորացել։ Ելից գրքի մեջ այսպիսի մի խոսք կա։ Եվ Մովսես Իսրայելի որդիների հետ այսպես խոսեց, ելից այդպես գիրք կա Աստվածաշնչում։ Բայց նրանք հոգու նեղությունից և գործի ծանրությունից չլսեցին Մովսեսին։ Ես կպատմեմ ինչ է եղել, որտեղ եթե դուք ուշադիր եք կարդում, ասում եմ Մովսեսը Իսրայելի որդիների հետ այսպես խոսեց։ Այդ այսպեսը դու ես խոսքի մեջ չես տենում։ Այդ այսպեսը վերևի խոսքերը պետք է նայես, որ հասկանաս Մովսեսը ինչ է խոսացել։ Բանը չկա ցուցափայտը, որ ցույց տամ։ Ուրեմն ինչ էր ասել Մովսեսը, Եհովան Մովսեսին։ Ասել էր գնա իմ ժողովրդին ասա, պատմում եմ վերևի պատմությունը։ Գնա իմ ժողովրդին ասա, որ ես իրանց հանելու եմ այս լծի տակից, որ իրանք գերի են օտար ազգի մոտ Եգիպտոսի մոտ, եւ իրականացնելու եմ իմ իրանց նախահայրերի հետ կատարած ուխտը Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ ինչ ուխտ արել եմ, ինչ ասել եմ իրանց, ես պատմում եմ ուղղակի։ Դա կատարելու եմ, իրանց այս գերությունից հանելու եմ եւ տանելու եմ այն խոստացված երկիրը, որ իրանց նախահայրերին խոստացել եմ եւ ուխտ եմ արել։ Քանի հոգիս է նախահայր ունեմ հոգեվոր, որի հետ ուխտ արել եմ։ Ես ունեմ։ Մի վախեցի, Քրիստոսն է դա։ Ասա յազել ունեմ։ Ամեն։ Դու ծնված չէի, բայց մեկը քո տեղը ուխտ արել, քո փոխարեն։ Եվ դա անենց արել, որ անընդհատ անցնի քեզ։ Միլիոն տարի էլ ապրես, մի միլիոն տարի հետո էլ մարդ ծնվի, այդ ուխտը քո հետ աշխատում է։ Այն նորածնի հետ աշխատում է։ Ամեն։ Հիսուսը ուխտ արել, խոստացել է։ Մեր նախահայրը, հոգևոր, մեր ամենաառաջինը, մեր ամենաանդրանիկը, Հիսուս Քրիստոսը, ասել այս քո հետ ուխտ եմ անում։ Եբրայեցիս 9-րդ գլխի մեջ մի հատ ուժեղ համար կա։ Այսի ուղղակի ուզում եմ ասել այն մարդկանց, ովքեր Հիսուսի աստվածությունը թող լսեն, մնում են կասկածի տակ, դրա համար եմ ասում։ Սա անհերք է, տասյակ համարներ կա անհերքելի, բայց սա սեն կրակում է ուղղակի։ Ասում եմ բոլորս էլ գիտենք, որ մարդու արած կտակը ուժի բացատրում են, ուժի մեջ է մտնում է ժամանակ, երբ որ կտակ անողը մեռնում է։ Չէ, իրավաբաններ կան նստած։ Գիտեն ինչ եմ ասում, չէ։ Եվ Եբրայեցիս 9:15-ը 15-16 այդ խոսքերը ասում է եւ պետք էր որ կտակարարը մեռներ։ Ով է մեռել։ Հիսուսը։ Մեր համար ով է մեռել Հիսուսը։ Ով է հին ուխտի կտակարողը։ Մեկ ոնց է կրակում։ Տեսա՞ր։ Ամեն։ Բայց լավ չես նայում ինձ, ոնց որ չես հասկացել ինչ եմ ասում։ Հասկացա։ Հին ուխտում խոսում է մի բանի մասին, Հիսուսի անունը չկա հին կտակարանում։ Խոսում է ուխտի մասին, ուխտը խեյով չէ, կենթանի չէ, պայմանագիր։ Խոսում է ուխտի մասին, որ Աստված մարդու հետ ուխտ է անում, կտակ է անում, դրա համար է կոչում հին կտակարան, նոր կտակարան։ Կտակ է անում, կտակ է կազմվում, եւ այդ կտակը դառնում է վավերական, Պողոսը Գաղատացիների մեջ է խոսում այդ մասին, միջև կտակ արողը մեռնի,
Չէ կտակ արողի մեռնելուց հետո է կտակը բացում տենան ում ինչ է հասել, ում ինչ փայ կա, բաժին կա։ Այսինքն այս Եբրայեցիս թուղթը մեր ասում է հին կտակարանում, որ Աստված ասում է քո հետ կտակ եմ անում, քո հետ ուխտ եմ անում, այդ նույն Հիսուսն է, որ մեռավ, ու իրանից հետո իր արած կտակը մտավ ուժի մեջ, էլ հետի ոչ մեկ չի կարող։ Ամեն։ Ամեն։ Մի հատ ասա ոչ մեկ։ Այնպես որ մեր նախահայրը հոգևոր Հիսուս Քրիստոսը մեր հետ եւ մեր համար ուխտ է արել, որպեսզի մեզ ժառանգություն տա։ Արդեն հասկանում ես, չէ՞ ինչա գրած։ Որ մեզ ժառանգություն տա, իմանայեք։ Ասից գնասա, որ ես ձեզ այդտեղից հանելու եմ, որտեղ ես ձեր հետ ուխտ ունեմ։ Քանի հոգի այսօր ինչ-որ բանից դուրս գալու կարիք ունեն, դա խնդիր է իրենց համար։ Ես ունեմ։ Ամեն։ Համարեք այսօր Աստված ստեղից իմ միջոցով խոսում է իմ ու քո հետ, ու ասում է, ես քո հետ, քո նախահայրը ուխտ է արել։ Եվ այդ ուխտի պատճառով, իմ խոստման պատճառով, այսօր ինձ լսիվ, ես քեզ հանելու եմ այդտեղից։ Ամեն, համաձայնես իմ հետ, եթե դու բան չունես դուրս գալու միտեղից, կներես, ես ունեմ։ Հիմա, ինչ տեղի ունեցավ, Մովսեսն եկավ դա ասեց Իսրայելի ժողովրդին։ Մոտ 3 միլիոն մարդու, մոտավորապես։ Բայց ինչն էր խանգարում, որ իրանք լսեին։ Նայեք այս երկու բառերին։ Բայց նրանք հոգու նեղությունից եւ գործի ծանրությունից չլսեցին։ Ինչ է նշանակում չլսել։ Ականջները խուլեր, չհասկացար ինչ ասում, ասին ինչ մի հատ էլ ասա, չէ, պարզապես չհավատացին ու չհնազանդվեցին, ինչ որ Մովսեսը ասում էր իրանց Աստծով ուղարկված լինելով։ Հասկանա, մի հատ ասա հասկանում եմ։ Ամեն։ Որն էր չհնազանդվելու պատճառը, որ գիտեն ինչա, բայց չեն անում, չեն հնազանդվում, որն էր պատճառը, հոգու նեղություն և գործի շատություն։ Եկեք նայեք այս բառերին, հոգու նեղություն։ Գիտեք, ուրախության բացակայություն, խաղաղության, հանգստության բացակայություն, անհանգստություն, առավոտից իրիկուն մտահոգվել ինչ-որ խնդիրների համար, առավոտից իրիկուն տրված լինել ինչ-որ բաների և դրանց հետևից լինելու ինչ-որ հարցեր լուծելու համար։ Սա հոգու նեղություն է և գործի շատություն։ Ինչ է գործի շատությունը։ Գիտեք, այնքան շատ է բանը վերցրել իրա վրա անելիք է։ Չի կարում անի դրա պատճառով ժամանակ չունի Աստծուն հնազանդվելու։ Ես քեզ բան եմ ասում։ Լուրջ եմ ասում։ Վերջի ժամանակների ամենաշատ իմ լսած արտահայտությունը հավատացյալներից էսա, որ իրանք մի բան չեն ուզում անեն, լսեն, հնազանդվեն, էսա, ժամանակ չունեմ։ Նույն բանն է, եթե նրանք իրոք եգիպտացիների ֆիզիկապես գերության ու լծի տակ էին, դու այսօր կարող ես ոչ ասել սատանային։ Դու այսօր քո շատ ծանրություններին, հոգու նեղություն պատճառողներին, քո ավելի շատ զբաղվածությանը, դու այսօր իրավունք ու իշխանություն ունես դրանց ոչ ասելու։ Ասա ոչ դրանց, ասա հնազանդվում եմ քեզ, Տեր, որտեղ դու իմ վրա կանչ ունես։ Ամեն։ Ես քեզ քոնը քեզ եմ տալու, իմը
ինձ եմ վերցնելու, ես այսօր հնազանդվում եմ քեզ, ինչ ասեց Մովսեսը, այսօր նույն բաները կարդում է Արսենը, եւ ես վերցնում եմ այս խոսքը, հրաժարվում եմ հոգու նեղությունից, այն բաները, որոնք իմ ու քո հոգուն տանջանք ու նեղություն են պատճառում, այն բաները, որոնք գործի շատության տակ զբաղված, ճզմված մնացել ենք ու չենք կարող դու եւ այդ պատճառով չենք կարող լսենք ինչ ասում Տերը իրան հնազանդվելու համար։ Չեք կարող, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, շատ եմ տենում, ովքեր իրանց համար ոչինչ չեն լսում Աստված իրանց ինչ ասում, բայց ուրիշի համար վրազ լսում են Աստված ինչ ասում իրանց, իբր, չակերտավոր, դու քո համար մի հատ լսի խնդրում եմ, մի հատ քո համար լսի տես Աստված քեզ ինչ ասում, եթե դու քո համար լսելու ականջ չունես, չեմ հավատում, որ դու իմ համար լսելու ականջ կունենաս, Աստված չի տա հետի, չի ասի ուղղակի, չի խոսա, դու քեզ քո համար նախ պիտի կարենաս լսես, Մովսեսն եկավ ասեց, ուզում եմ հանեմ, այս երկու պատճառները նայեք, այնքան արդիական է այս այսօր, գիտեք այսօր, ես լսել եմ բիզնեսմեններից, այդ գյուտարարներից, միլիարդատերերից, ասում են նրանք ամեն ինչ կանեն, որ իրանց ժամանակ ավելի շատ են, ավելի շատ ժամանակ է այսօր ասում են, ամենաթանկ բաներից մեկն է, ես այդքան չեմ հասկանում, բայց ես սուրբ գիրքը գիտեմ, ես լսում եմ, որ այդքան զբաղված մարդիկ շատ, հարուստ մարդիկ ասում են ամենաթանկ բաներից մեկ այսօր ժամանակն է, իրանք պատրաստ են ժամանակի համար վճարելու, նրանք աշխատողներ են պահում, նրանք օգնակ են, նրանք ես, որպեսզի ավելի ժամանակ ունենան, գիտեք այսօր սատանան այնքան զբաղվածություն կարա տա, ես զարմանում եմ, էլի անկեղծ, մենք ոնց ենք դա վերցնում ուղղակի, դու չասելու իրավունք ունես, հոգու նեղության պատճառով և գործի շատության պատճառով, անենց չլինի, որ այս նստածներից 100 կամ չգիտեմ, մի քիչ ավել մարդկանցիցս մեկը, մեծերին ասեցի մենակ մոտավոր, Աստծուն ասի չէ, չեմ հնազանդվում, չեմ լսում քեզ, որովհետև ես գործի շատությունը, գիտես ինչքան խնդիրներ ունեմ լուծելու, բայց նայեք նուրբ պահը, Աստված, որ խոսքը ուղարկել է Մովսեսի միջոցով, ինքը չգիտի քո վիճակը, ինքը ասում ես քո հոգու նեղություններ գիտեմ, քո գործի շատություններ գիտեմ, իմ խոսքին հնազանդվելով է, որ դու պիտի ազատվես, դու չարչարվում ես, որ ազատվես, հեսա ուղարկել եմ, որ քեզ ազատեմ, հնազանդվի, լսի և դու կազատվես դրանից, ես չէ, գործ ունեմ, ես պիտի շարունակեմ իմ գործերը միջև, ես զբաղված եմ, ես շատ հարցեր ունեմ լուծելու, ես քո համար տեր իբր, ժամանակ չունեմ, ասում եմ, լսի ես խոսք եմ ուղարկել հիմա քեզ, անկեղծ ես քեզ հիմա խոսք եմ ուղարկում, վերցրու սա, վերցրու ես խոսքը, վերցրու ասա, ես հնազանդվում եմ Տիրոջը, ես լսում եմ իր ասածը, նա իմ հետ գործ ունի, քեզ մի պահի սովորական մարդու պես կամ անավատի պես, որ Աստված քո հետ չի կարա գործ ունենա, նա քո հետ հատուկ գործ ունի, սա քեզ պիտի քաջալերի, նա քեզ կանչել է, նա ուզում է քեզ օրհնի, նա ուզում է քեզ տանի իրա պատճառով, իրա սիրո պատճառով արած ուխտի մեջ, որտեղ ինչ որ մեկը դու դեռ ծնված չէի, Հիսուս անունով, քո պատճառով մտավ ուխտի մեջ, որ այսօր քեզ օրհնի, որ քեզ այսօր ժառանգություն տա, հոգու նեղություն, եկեղեցու հոգու նեղություն, անհատի հոգու նեղություն, եկեղեցու գործի շատություն, անհատի գործի շատություն, մենք հրաժարվում ենք քեզանից, մենք լսում ենք այսօր Աստծո խոսքը, հնազանդվում ենք, որ դու ուղարկել ես ու ասում ենք, ես հնազանդվում եմ և դուրս եմ գալիս, հոգու նեղությունը թող քեզ չկերակրի, գործի շատությունը թող քեզ չկերակրի, օտար մտքերը թող քեզ չկերակրեն, թող քեզ կերակրի Աստծո խոսքը, թող քեզ կերակրի հավատքը, խնդրում եմ, վերցրու ես խոսքը այսօր, ասա ես ուզում եմ դա, ես դա եմ վերցնում, ես հրաժարվում եմ և ես դուրս եմ գալիս այդտեղից, ամեն, կհիշես այս երկու բաները, հենց որ ուզում ես մտնես այս բաների տակ, ասա չէ, Սուրբ Գիրքն ասում է, հոգու նեղությունը թույլ չի տալիս, որ ես Աստծուն հնազանդվեմ,
Գործի շատությունը թույլ չի տալիս, որ ես լսեմ ու հնազանդվեմ Տիրոջը, եւ ես հրաժարվում եմ դրանից, դուրս եմ գալիս այդտեղից։ Բայց Աստված իր ուխտին հավատարիմ էր։ Իրանք չլսեցին, եթե շարունակություն հետո կարդա կտենակ, Աստված Մովսեսին կանչեց, ասեց գնա Փարավոնի մոտ։ Մեկը հանելու եմ իմ սիրո եւ ուխտի պատճառով։ Բայց լիքը հավատացյալներ, շատ մարդիկ իրանց օրհնություն այնքան են ուշացրել, իրանց տրվելիք հատուկ բաներն այնքան են ուշացել, որտեղ իրանք տրվել են ուրիշ բաների եւ մեծ ժամանակի կորուստ են ունեցել եւ չեն մտել այդտեղ։ Կամ շատ ուշ են հասել միտեղ։ Վերցրա այսօր օրը քո հնազանդվելու, լսելու, չեմ ասում փրկության։ Ովքեր փրկված չեն, իրանց համար փրկության։ Օրը, հենց պահը, ժամը, հայերեն ասած վախտը, հենց հիմա է վերցնում են։ Մենք վերջում աղոթելու ենք բավականին, որպեսզի մենք այս բաներից դուրս գանք։ Մի հատ էլ ձեռք բարձրացա, քանի հոգի ունեն իրանց կյանքում նեղացնող բաներ, որ իրանց հոգու մեջ դա իրանց նեղացնում է, իրանց մտքի մեջ դա իրանց նեղացնում է, նրանք գիտակցում են, նրանք գիտեն, նրանք հասկանում են, նրանք հավելյալ խոսքի կարիք չունեն, բացատրության կարիք չունեն, բայց ուղղակի չեն կարող կամ չեն ուզում հնազանդվել։ Մեզ էսա պետք է այսի։ Ամեն։ Այսպես եմ գրել։ Չի հասկանում, որ իրան ազատողը հենց այն խոսքն է, որ Աստված խոսում է իր հետ։ Լսեցիք, կրկնում եմ։ Լսողը չի հասկանում, որ իրան ազատողը, ինչից ազատողը այս բաներից, հենց այդ խոսքն է, որ Աստված հիմա իր հետ խոսում է։ Հենց այդ խոսքն է քեզ ազատողը։ Դու կարաս մի վայրկյանում ազատվես, բայց դու ասում ես, չէ, ես պետք է սենց անեմ, որ ազատվեմ։ Ու դու անընդհատ ոչ ազատվում ես, ու երկար տարիներ երկարացնում ես քո խնդիրը։ Այդ խոսքն է քեզ ազատողը, վերցրու էդի։ Մի հատ էլ սենց բան եմ գրել սրա մասին։ Նրանք ունեին լիքը բաներ։ Ունենք, չէ՞։ Ուտելիք, ոսկիներ, տուն, ու լիքը նմանատ այս այսօրվա տերմինով ավտո, հանդերձ, հողեր, չգիտեմ, ավտոներ, ամեն ինչ, բիզնես, բայց չունեին հոգու ազատություն։ Քեզ որն է պետք։ Ինձ պետք է հոգու ազատությունը, ոչ թե հոգու նեղություն։ Ամեն ինչ ունեին, կրկնում եմ, փող ունեին, տուն ունեին, մենք իրանց ասում էր հելեքստից գնացեք, չէ։ Ամեն ինչ կար, ուտելիք կար, խաշլամիկ, աստուրկեքը, հացերը, անասուններ, ամեն ինչ կար, բայց սրանք լավ է, թե չէ, լավ է, բայց չունեին այսի, և Աստված ասում է, այն ինչ որ ունես լավ է, նորմալ է, բայց մի հատ ամենակարևոր բան կա, որ քեզ պետք է, ես էդի եմ ուզում քեզ տամ։ Ամեն, ես էդ եմ ուզում քեզ տամ։ Էդ ամենակարևորը, դրա համար եմ վերնում, պատգամի անունը դրել, ինչ որ ուզում ես, էդի չէ, ասա թե, ինչ որ ինձ պետք է, այ էդի դուր։ Հենց որ հասկանաս քեզ ինչա պետք, դու լիքը բաներից կհրաժարվես։ Ու գիտեք ոնց է էդի, հետո կտենաս, որ այդ քո ուզածները այդ մեկ բան ունենալուց հետո տրվում է քեզի։ Հասկացա՞ք։ Գիտեք ինչի նման է, ոնց որ այս սենյակում ստեղ ներսում ասեք, պահեստում, ինչ ուզում ենք ընդ դրած է։ Տարիներով ինչի համար աղոթել ենք, պատից են կողմը, դռնից են կողմ, սենյակում է։ Աղոթում ենք, էլի ուզում ենք, Աստված ասում է, դու մի բանի կարիք ունես։ Քեզ բանալի ապետ, որ բացես մտես ընդեր, էդի քոնն է։ Չէ, տեր, էնի տուր։ Չես կարա վերցնես։
Մեկ բան վերցնելով 1000 բան կունենաս, բայց 1000 բան ուզելով մի հատ գլխավոր բանը կարողա չունենաս, միջև Աստված չխոսի իմ ու քո հետ ասի, քեզ ինչա պետք, հիմա ինչ է պետք է ժողովրդին, ազատություն, մնացած ամեն ինչ ունեին, ազատություն չունեին, Աստծուն պաշտամունք չունեին, Աստծու հետ հարաբերություն չունեին, Աստծուն հետևորդ չէին, դրա համար Աստված ասել ինչ ունեք, լավ որ ունեք, Աստված դեմ չի որ դու ունենաս ինչ որ ունեին այդ մարդիկ, բայց մի բան է պետք, դու պիտի ազատվես, ամեն հասկանում ես ինձ, մի հատ լավ ասա, Ղուկաս 10:42 Ես կպատմեմ ես պատմությունը, բայց դու կարդա, բայց մեկ բան է պետք, Մարիամը բարի բաժին ընտրեց, որ վեր չի առնվի նրանից, նայեք ուշադիր, ինչ է տեղի ունեցել, Հիսուսը եկել էր Մարիամից ու Մարթայից տունը, Ղազարոսենց տունը, 4 օրվա մեռել արություն առած, Ղազարոսենց տունն էր եկել, Ղոնավ էր եկել, Մարթան զբաղված էր հյուրասիրությամբ, լավ բանա թե չէ, պետք է թե չէ, միանշանակ, ամեն, Տերը օրհնի Մարթայի, հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ, Մարթան, չգիտեմ, ճաշ էր եթում, ձվածեր էր անում, փլավ էր եթում, խաշլամա էր եթում, հաց էր թխում, չգիտեմ ինչ էր անում, զբաղված էր, որ Հիսուսն եկել է պետք է իրան հյուրասիրենք, ընտիր սիրտ, հյուրասեր, առատաձեռն մարդ, պետք է եկեղեցիներում, ամեն ալելույա, բայց, տեսեք, եկավ ինչ ասեց Հիսուսին, ասեց, ես պատմում եմ գրածները, ասում է քո հոգը չի, ուշադիր լսեք, ասում է հոգը չի տեր, որ Մարիամը ինձ մենակ է թողել, չէ, Օլգակը ճիշտ եմ ասում, Մարիամը ինձ մենակ է թողել, դուք տեսաք ոնց է Հիսուսին հանդիմանում, տեսաք ոնց է Մարթան Հիսուսին հանդիմանում, ոնց որ մեկին այսօր մունատ գաս ասես վեջը չի, ես մենակ տառապում եմ, ես եկել է նստել է ոտերիդ մոտ, լսում է ինչ ես խոսում, տենում եք, մի հատ նախադասություն եմ գրես, ասում եմ, ավելավա կարդամ, իմ կարծիքով ուժեղ բան եմ գրել, Մարթաները կարծում են, Մարթան ու Մարիամը բնավորություններ են, մարդ են, բայց բնավորություն են, տեսակ են, պարգևներ են, հասկացեք, Մարթաները կարծում են, որ Մարիամները չեն հասկանում և գործի մեջ իրանց մենակ են թողել, լավ գործի, բայց փոքր գործի մեջ, նորից եմ կրկնում, Մարթաները կարծում են, որ Մարիամներն իրանց մենակ են թողել, հիմա հենց ստեղ նստածների մեջ կան Մարթաներ և կան Մարիամներ, գիտեք ինձ ստեղ ինչն է գրավում, որ այս բառը դու ես ընտրում, դու ես ընտրում տեխնիկական, տնտեսական, վարչական, հյուրասիրության հարցերով միշտ փոքր բաներով զբաղված լինես, այս բառը կա զբաղված լինես, թե աղեք կամ լավ, բաժին ընտրես, Հիսուսի ոտերի մոտ նստելն ու իր այդ հաղորդակցվելը, թեև կրկնում եմ, այն ինչը որ Մարթան անում էր հրաշալի բան է, բայց Հիսուսն ասում է լավ ես անում, Հիսուսը չի կշտամբում Մարթայի, թեկուզ լսա, որ Մարթան հանդիմանում էր Հիսուսին, ասում է Մարիամը լավ բաժին ընտրել, խնդրում եմ քեզ, այն ինչ որ անում ես, աշխատում ես, ծառայում ես, կամ համ աշխատում ես, համ ծառայում ես, համ ես անում, ամեն ինչ ես անում, բայց քո աղեք փայից, բաժնից մի հրաժարվի Հիսուսի հետ հաղորդակցվելուց, Հիսուսի ոտքերի մոտ լինելուց, այն ինչի համար, որ Աստված քեզ կանչել է, եղիր այդտեղ իր մոտ,
Եվ եթե պահ կա, որը ընտրելու ընտրիր հոգևոր բաժինը, դա ընտրիր, խնդրում եմ քեզ։ Ամեն։ Կրկնում եմ, Մարթայի գործը, ընտրիր գործը հրաշալի։ Բայց երբ որ պահը հասնում է, դու պիտի կարենաս, որն է նրբությունը, դու պիտի կարենաս դրանից հրաժարվես։ Մեկ գիծ գծես, ասես, լավ հերիքա ճաշեպեմ։ Հասկանում եք իրար։ Չեմ ուզում մնամ միշտ նույն դիրքի վրա հոգևոր, միշտ նույն տեղում։ Ես ուզում եմ հիմա ընտրեմ ավելի լավ բաժինը, մոտենամ Տիրոջը, մնամ։ Քույրեր չեք հասկանում, չէ՞, որ դուք պետք է ճաշեպեք անպայման։ Դետակ ասեք, չեմ ուզում ճաշեպել։ Ես հոգևոր բան եմ խոսում։ Ես հոգևոր նույն աստիճանի վրա մնալու մասին եմ խոսում։ Մարտան հետ է, ինքը մնացել է նույն աստիճանի վրա։ Ինքը իր գործն էր անում, լավ էր անում, բայց Հիսուս ասում է, քեզ մեկ բան է պետք։ Էս է իմ քարոզը, քեզ մի բան է պետք, ավելի լավ բան կա, որ դու էդի ընտրես, եւ ընտրողը դու ես, իրան չի լինելու դա։ Նայեք, Հիսուսը չի խոսացել Մարտայի հետ, Մարտան է եկել խոսակցություն բացել։ Ու մի տեսակ մեղադրական, հանդիմանական զրույց, հոգը չի վեճի, չի չես մտածում, խի չես ասում ինձ թողելա մենակ, գա ինձ օգնի։ Ու շատ ժամանակ Մարթաները միշտ Մարիամների դեմ բողոք ունեն։ Միշտ, Մարթաները միշտ բողոքում են Մարիամներից ու ասում են, ինձ թողելա մենակ, չի գալիս ես ինչ բանի մեջ իշնի, նայք, Մարթան Մարիամին ասում է արիստ է։ Հիսուսը Մարիամի փոխարեն Մարթային ասում է, դու արիստ է։ Ասացեք ինչ եմ ասում։ Մարթան Մարիամին ասում է արիստ է։ Գիտեք չի ասում արիստ է, որտեղ գիտի ինքը ամենաճիշտն ու ինքը ամենակարևոր բան անում, Հիսուսի համար զվազել անում։ Գիտի իր արածը, ինքը ամենաճիշտն է, ինքը լավ բան անում, ուզում է մարդկանց քաշի բերի տեղ, արեք ստե իմ հետ, ես մենակ եմ, արեք ինձ օգնեք։ Ու նպատակը ինչի, ինձ օգնեք ստից հլնգամ նստեմ քո հետ Հիսուսի ոտերի մոտ, հասկանում ես նուրբ թելը։ Նպատակն է, որպես պահինդ է։ Բայց Հիսուսն ասում է, չէ, դու լավ բան ես անում, Մարթա ջան, բայց հիմա սրա ժամանակն է, իմ ոտքերի մոտ նստելու, իմ հետ հաղորդակցվելու, ինձնից Աստծո խոսքերը լսելու, հյուրասիրություն էլ կլի։ Տեսեք, ասում է, դու շատ բաներով մտահոգ ես, նման էր Ելեցի գրքի համարին, դու շատ բաներով մտահոգ ես, քեզ չեմ ասում, դու արի չոտ։ Շատ բաներով, ինչ բաներով է մտահոգ Տեր Աստված, որն ինձ խանգարում է Հիսուսի ոտերի մոտ լինելու։ Ինչ բաներով է մտահոգ, ինչ է ինձ պետք։ Մեկ բան, հաղորդակցություն Հիսուսի հետ, լսել իրանից իր հայտնություն, իր ուսուցում, իր խոսքը, դրանից հետո խաշլամենել առնելու, ջերիկ ճաշնել առնելու, ով ինչ է սիրում, ասեք ասեմ։ Ամեն ինչն է լինելու է դրանից հետո, այդ մեկ բանը, գիտես ես ինչ եմ հասկացել նաև ստեղ, որ այդ մեկ բանի, ամենակարևոր մեկ բանի, պետքի, պիտանի հայտնություն Աստված պիտի տա ինձ ու քեզ։ Թե ինչա ինձ պետք, եթե պետք է ես իմ ամբողջ աղոթքները կդադարեցնեմ։ Եթե պետք է ես իմ աղոթքի ցուցակի ամեն խնդրանքները կդադարեցնեմ, ոչինչ չեմ աղոթի, մենակ լսեմ իմ կյանքի համար ինձ այդ պահին պետքի ամենակարևոր բանը, որ Աստված ասի, ասեմ քեզ, այս մեկ բանն է հիմա պետք։ Սրանից հետո այն մնացած ինչ որ ունես 100 անգամ ուժեղանալու, անգնելու է, խոտի գնալու է, բայց այս մեկ բանը դու չես ուզում ու դու չես աղոթում, դու չես հասկանում քեզ ինչ է պետք։ 100 բան, 1000 բան ուզում ես, բայց մեկ պետք է, դու չես հասկացել քեզ ինչ է պետք։ Ես կարծում եմ ու վստահ եմ, որ սա Աստված պիտի ասի, Ելիս գրքում, որ նոր ցույց էի տալիս, Աստված ասեց իրանց ինչ է պետք մեկ բան։ Մարթայի հետ զրույցի մեջ Հիսուսն ասեց ինչ է պետք Մարթային։ Հեսա մի հատ եմ տեղ ցույց տալու, որտեղ էլի Սուրբ Գիրքն ասում է, ինչ է պետք, քեզ մի բան է պետք։ Մի հատ ասա ինձ մի բան է պետք, իմ հետ ասա գրքում։ Հենց այդ մի բանը ես ունեցա, Աստծուց վերցրեցի, մնացած սաղ հարցեր են գնում իր ատեղ, այդ մի բան է ինձ պետք, ամենակարևորը, մի զբաղվիր փոքր բաներով, մի մտահոգվիր, փոքր ուշադիր լսվիր,
փոքր, բայց լավ բաներով, կամ լավ, բայց փոքր բաներով։ Մի մտավ, ես այսօր վատ բանի մասին չեմ խոսում, խոսում եմ լավի ու լավագույնի մասին, խոսում եմ լավ բաժնի ու ավելի լավ բաժնի մասին, խոսում եմ լավ Մարթա և ավելի լավ Մարիամի մասին, իրանց մասին եմ այսօր խոսում, Մարթաներ, խնդրում եմ, մի փորձեք Մարիամներին բերեք նստեցնել ձեր խոհանոցում, որպեսզի ձեր հետ օգնել։ Բոլորդ կարող եք աղեք բաժին ընտրել, Հիսուսը չասեց Մարթային դու չես կարա։ Լավ է, որ դու հյուրասիրության ու պովրի պարգև ունես, կարում ես սարքես ու հյուրասիրելու ցանկություն ունես, բայց ավելի աղեք, ավելի լավ բան կա, ալի նստի ոտերից մտնեցին։ Դու ընտրի, խնդրում եմ քեզ։ Ես չեմ ուզում մնամ փոքր։ Ես մի անգամ քարոզել եմ այն խոսքի մասին, որ հիմա Էլենչոն գցի Մարկոս 10, այսինքն մի դրվագ եմ ասել կարճ, Մարկոս 10:21-ից, մի պատմեմ նոր կարդանք, մի հարուստ երիտասարդ մոտեցավ Հիսուսին ու ասեց տեր ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, ես պատմում եմ հետո նոր կարդան, Հիսուսն իրան ասեց պատվիրանքները գիտես, ու մի 4-5 պատվիրանք թվարկեց, Այս հարուստ տղեն ասեց, շատ հարուստ էր, այս տղեն ձեզնից շատ հարուստ էր, ստեղ ինչքան հարուստ կա, այս տղեն ձեզնից 100 անգամ հարուստ էր։ Ասեց պատվիրանքները գիտես, գնա պահի, չէ, չասեց պահի, ասեց գիտես, ասեց մանկությունից իվեն պահել եմ, բա մի բար ես կոմենքո մի պատգամի չի կանգարը։ Ասեց քեզի մի բան ապակաս։ Հիսուսը նրան նայելով սիրեց նրան։ Տեսել եք հավատացյալների մի կետի վրա է, Աստված մեզ սիրում է, հալելույա, ամեն, Աստված մեզ սիրում է, ամեն սիրում է, ով ասում չէ, ասում է Հիսուսը նայեց սիրեց, սիրում է, բայց դրանից հետո ասում է, ես քեզ սիրում եմ, Դու հարուստ ես, այսօրվա մեր հավատացյալների համար ասեմ, ես քեզ նյութական բաներով օրհնել եմ, առողջություն եմ տվել, ամեն ինչ տվել եմ քեզ, բայց քեզ մեկ բան է պետք։ Մի բան կա, որ դու չունես, այն ամենակարևորն է, եւ հենց այդ է քեզի պետք, որ դու էդի ստանաս, վերցնես, մնացած բաների համար, ասա էլ չես մտահոգվի։ Մեկ բան է այսօր, ես իմ ամբողջ խնդրանքն ես ասում եմ Տեր Աստված, այդ մեկ բանը, թե ամբողջ եկեղեցուն, իրար է, թե ամեն անհատի, այսօր խոսա ու ասա, այդ իմ մեկ բանը որն է Տեր, ես էդի ուզում եմ այսօր իմանամ, որ իմ ամբողջ կյանքը փոխվի Տեր։ Հերիք է 1000 ու մի բան աղոթեմ, էսի տուրեն շոր չկա, փող չկա, դոկումենտը գտեն չեն, բայց մենք ինչ ենք ասում, ինչա մեզ պետք սիրելիներ, ով է ինձ հասկանում, ասում եմ քեզ մեկ բան է պետք, ու տեսեք ինչ ասում այդ մեկ բանը, մեկ բան պակաս է քեզ, ասեմ ինչին էիք հարոզել կարճ հետի, այդ պատվիրանքները որ գրում է, լսում ես ինձ, այնպիսի պատվիրանքներ է շեշտած, որ Աստծո հետ հաղորդակցվելու, Աստծո հետ հաղորդակցությանը կապ չունի։ Լրիվ մարդ, մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր, սուտ մի խոսքա։ Լրիվ մարդ, այսինքն մի հատ բարոյական անձնավորություն, մի հատ լավ տղա, կոռեկտ, դաստիարակված, 8 հատ համալսարան ավարտած տղա, որ լավ իրան պահել գիտի իր ընտանիքը, սիրում է, բիզնեսմեն է, գործ ունի, կնոջը չի դավաճանում, երեխեք է դավավերը, ամեն ինչ տեղն է, մարդ հարաբերության մեջ, բայց Աստծո հետ կապ չունի, դրա համար Հիսուսն ասում է քեզ մի բան է պակաս, քո ունեցածը այդ ինչ որ գիտես, դա խանգարում է, որ դու իմ հետևորդը դառնաս։ Ինչ ասում, գնա, ունեցածդ վաճառիր տուր աղքատների, և երկնքում գանձ կունենաս, գիտեք վաճառել ինչ է, վաճառել ինչի, որ այսօր ստեղովիչ ունի, հետա ծախի տանի բաժնի ինքը հետ ասես նստի։ Գիտեք վաճառել ինչ է, ես նայել եմ տարբեր բաների մեջ։ Հիսուսը իրան ես էր ասում։
ասում են դու քո կյանքում մի հատ խանգարող բան ունես։ Եվ դու հանուն են աղեկ բաժնի, այս մի բանից պիտի կարենաս հրաժարվես, չակերտավոր վաճառես, սա խանգարում ա քեզ, հրաժարվիր դրանից։ Հասկանում եք։ Ծախիր էդի վաճառին, հոգևոր իմաստով եմ ասում, վաճառիր էդի, եւ դու կունենաս ավելի աղեկ բաժինը, երկնքի մեջ կհանձը, ինձ կունենաս, ուրիշ ձև կունենաս, որ միջև էդ չունեիր, ուրիշ հոգուոցության մեջ կընգնեիր, որ միջև էդ չունեիր, որտեղ դու, գիտեք, նայեք, ուշադիր լսեք, ինչ ասում ես պատանին, Տեր Աստված, դու ուզում ես ես հավիտենական ապրեմ, իհարկե ուզում եմ, ես տղեն ասում եմ, որ ինչ անեմ հավիտենական կյանքը ժառանգեմ, հավիտենական կյանքից, կարգին հավատացյալ էր, մեր նման չէր, հավիտենական կյանքից գաղափար ունի, հավատում է դրան, պատվիրանքները գիտի, ինչ-որ բաներ պահում է, բայց իր կյանքում ունի մի հատ ավելի կարևոր բան, որ Աստծուց առաջ է դրած և Հիսուսը կրակում է դրան, ասում է գնա ծախի էդի, հասկացաք հիմա վաճառել ինչ իմաստով է, հրաժարվիր դրանից, դա քեզ խանգարում է, որպեսզի դու իմ հետևորդը լինես, ընկնես մի հատ ավելի մեծ բանի մեջ, որտեղ դու ինձ կունենաս ուրիշ մակարդակում, իմ հետ հարաբերություններդ կլինի ուրիշ մակարդակում, դրա հետ միասին այն մյուս բաներն են կունենաս, բացատրած ասեցի։ Ինձ մեկ բան է պետք։ Երեք տեղ ցույց տվեցի Աստվածաշնչից, որ Աստված մեզ ասում է քեզ մի բան է պետք։ Առաջինը, քեզ պետք է այդ հոգու ազատությունը, տնեղությունից, տանջանքից դուրս գալը, թեև ամեն ինչ ունես։ Ամեն։ Մարդա, ամեն բան ունես, լավ բաներ ունես, բայց քեզ մեկ բան է պետք, ավելի լավ աղեկ բաժին ընտրելը։ Ամեն։ Եվ հարուստ պատանի, քեզ պետք է մեկ բան։ Տեր Աստված, պատվիրանքները պահում եմ, հիմա նայեք ինչ եմ ասում, պատվիրանքները պահում եմ, լավ է, իհարկե լավ է, հավիտենական կյանքից գաղափար ունեմ, ուզում եմ փրկվեմ գնամ երկինք, լավ բան եմ ուզում, իհարկե լավ բան ես ուզում, ամեն, մանկությունից հավատացյալ եմ, լավ է, իհարկե լավ է, բայց ես չեմ ուզում դու մնաս այդ տոճկի վրա, արի, ամեն, վատ եմ ասում, չեմ ուզում մնասը թե արի, գիտեք, բայց մանկությունից ի վեր պահել եմ ինչ էր, այլ լեզվով Հիսուսն իրան ասում էր, այդ 4-5 պատվիրանքը մարդկանց հետ, որ դու քեզի տոշնի ես պահում, էդի մանկական բան է, որ ասում մանկությունից ի վեր պահել, էդի երեխու գործ է, այդ երեխեքն են անում, երեխեքներ կարան էդի անեն, այսինքն դու հոգևոր հասակով երեխա ես, ուզում եմ քեզ մանկությունից տեղափոխեմ երիտասարդություն, արի, ուզում քեզ երիտասարդությունից տեղափոխեմ ավելի մեծ հոգևոր հասակի տարիքի մեջ, արի հետ է, հերիքա մնաս մանկական բաների վրա, ով որ ստե մի քանի պատվիրանք է պահում ու ինքն դրանով համարում է, որ ինքը հոգևոր է, հավատացյալ է եւ այլն, Աստված ասում է լավ ես անում, որ պահում ես, բայց դու մանուկ ես։ Եթե Աստված քեզ կանչել է, որ դու մանուկ մնաս, մնա, եթե այդ ես ուզում, բայց չի թողում կիսատ, ասում է Միքայել Ավետյան, մա դուն գար աշխիս Միքուլ ջան, քեզին մի բան է պետք, մի բան, լավ ես անում, տուն ունես, աշխատանք ունես, ավտո ունես, ես ունես, են ունես, Տեր օրհնի քեզ շատ բաներում օրհնել է, լավ ես անում, բայց մի հատ ավելի կարևոր բան կա, ես ուզում եմ, որ դու այդ բաժին ընտրես, ընտրիր այսօր, խնդրում եմ քեզ, ընտրիր, համաձայն ես ընտրելու հետ, մի հատ էլ բան կարտամ կանգնենք ոտքի աղոթենք, որտեղ ուզում եմ գոնե մի 10 րոպե սրա համար աղոթենք։ Մարդաներ, դադարեք Մարիամների մասին բողոք պահանջը ներկայացնելուց, բացասական մտածելուց, որ իրանք ձեզ մենակ են թողել, որ իրանք ձեր հետ չեն։ Գիտեք, ես բոլոր մարդաներին, եթե ես էլ եմ մարդա, բոլոր մարդաների կոչ եմ անում այսօր Մարիամի պես աղեկ բաժին ընտրել, Մարիամություն եմ առաջարկում, Մարիամություն, գիտես, մի հատ ինձ գողամ 10 վայրկյանով, մի հովիվ ինձ ասում էր անցած տարի,
ասում էր աղբեր, դու իմ լսած, որ լսում եք, խոսում եք, լսում եք, այն եզակի մարդկանցից ես, ում խոսքը, կոչը և այլն, վարչական, տնտեսական, առօրյական, կենցաղային բաներից դուրս է։ Լիքն են իմ նման մարդիկ, լիքը, բայց նաև լիքն են են մարդիկ, ովքեր հոգևորությունը չափում են, այս ամբյոնը պետք է մի միլիմետր հեսյանեյան չլի։ Եթե տոշնի տեղն է, ուրեմիքը ընտի հորիվա։ Եթե այս դինամիկը սենց չի դրած, սենց ադրած է, հասկանում ես ինձ ինչ։ Մեռնում եմ հոգևոր բաների։ Եվ այդ մեռնելը հասկանում եմ, չէ ինչ, հա։ Եվ այդ իսկական չմեռնելու էլ, այդ որ փափագի հոգի, թող բոլորիս վրա տարածվի։ Եկեղեցի քեզ մի բան ա պետք։ Մի բան։ Դու կենցաղայինի մարդ չես։ Աստված քեզ չի կանչել ամբողջ օրը տանը կենցաղային հարցերով, եկեղեցում կենցաղային հարցերով զբաղվելով։ Իմ պատկերացմամբ եկեղեցում կենցաղային հարցերի զրույցը 10 րոպեից ավել լավ նորմալ չի։ Կամ եթե երկար ուրեմն մենք ընկալելու խնդիր ունենք։ Կամ էլ խոսացողը բան չունի ասելու է ասում։ Կանգնիր ոտքի, նույն է քո տան մեջ։ Քեզ մեկ բան է պետք։ Խաշլամետ էլ կլինի, հացը էլ կլինի, ճաշը էլ կլինի, այն մեկն էլ կլինի, այն մեկն էլ կլինի, բայց գտիր այսօր, խնդրում եմ, պետք է աղոթենք Աստված մեր սրտերի մեջ մեզ հայտնություն տա, որն է իմ այդ մի հատ այդ թակ պետքը, որն է, որ Հիսուսն ասպա քեզ մի բան է պետք, հա Արամ եղբայր, մի բան է պետք, ամեն, մի բան, եւ ես ուզում եմ այսօր ես ու դու եւ ամբողջ եկեղեցու, որտեղ Աստված ընդհանուր եկեղեցու համար կարա ուրիշ բան ասի, ամեն անհատիս համար ուրիշ բան ասի, մի բան է պետք, ինչ է պետք։ Եվ այս մի բանը չհասկանալու պատճառով մենք տարիներ կորցնում ենք տարբեր բաների հետևից, որտեղ չգիտենք, դա ինձ պետք է, թե պրոստո ես հետի ուզում եմ։ Ես չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ համար լինի են, ինչ ինձ պետք է, որտեղ այդ պետքի մեջ բոլոր իմ ուզելները կա։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ամեն, հենց այդ պետքը հասավ ինձ ու քեզ այդ մի հատիկ տակը, բոլոր քո աղոթքի ցուցակը դրա մեջ կա։ Քո բոլոր ուզելները դրա մեջ կա։ Ուղղակի թող Տերը այսօր մեր հետ խոսա։